Երբևէ մտածել եք, որ աշխարհի ամենահաջողակ մարդիկ անհամեմատ ավելի շատ են ձախողել, քան շատերը երբևէ նույնիսկ փորձել են։ Մենք հաճախ պատկերացնում ենք, թե հաջողությունը ուղիղ գիծ է։ Այսպես կարծես նրանք, ովքեր հասել են հաջողությունների, բարձունքների, պարզապես ունեցել են ճիշտ գաղափարներ, ճիշտ կապեր և բախտ։ Բայց իրականությունն այլ է։ Հաղթողների և հանձնվողների տարբերությունն այն է, որ մի կողմը ձախողմանը այլ կերպ է վերաբերում։ Թույլ տվեք պատմեմ ձեզ մի պատմություն։ Թոմաս Էդիսոնը, հենց այն անձը, ով մեզ պարգևեց էլեկտրականության գյուտը, մի անգամ կանգնած նայում էր, թե ինչպես է իր ամբողջ լաբորատորիան կրակի բաժին դառնում։ Էդիսոնի տարիների աշխատանքը, նախատիպերը, նմուշները, միլիոնավոր սարքավորումները մոխրանում էին իր իսկ աչքի առաջ։ Մեզանից շատերը նման իրավիճակում կընկճվեն, կբարկանան, կհարցնեն ինչու է կյանքը այդքան անարդար իրենց նկատմամբ։ Բայց ոչ Էդիսոնը։ Երբ նրա ամբողջ կյանքի աշխատանքը իր աչքի առաջ կրակի բաժին էր դառնում ու մոխրանում, նա չբարկացավ, չկոտրվեց։ Նա շրջվեց ու որդուն ասաց. «Գնա կանչիր մորդ, նա երբեք այսքան գեղեցիկ ու մեծ կրակ իր կյանքում չի տեսել»։ Կարող եք միայն պատկերացնել, թե ինչ ներքին ուժի տեր մարդ էր։ Էդիսոնը այնպիսի անձ էր, ով հրաժարվում էր կոտրվել իր շուրջը կատարվող իրադարձությունների և երևույթների պատճառով։ Նա հասկանում էր այն, ինչ քչերն են հասկանում։ Երբեմն կյանքը հիմնահատակ այրում է ամեն ինչ, որպեսզի կարողանա սրոյից ավելի լավը և ավելի կայունը ստեղծել։ Մենք հաճախ խոսում ենք ուժի մասին այնպես, կարծես մարդ ծնվում է ուժեղ։ Կամ մենք ուժը համարում ենք մարտական մտածելակերպի պես մի բան, սառը, հաշվարկված, հստակ քայլեր դեպի նպատակը։ Բայց ուժը հազվադեպ է նման դրսևորում ունենում։ Ուժեղ լինելը այն չէ, որ երբեք լաց չլինես կամ երբեք չբողոքես։ Ուժեղ լինելը այն չէ, որ ձևացնես, թե ամեն ինչ հրաշալի է, երբ ներսումդ ամեն ինչ քարուքանդ է լինում։ Եվ ուժեղ լինելը միանշանակ չի արտահայտվում ամեն անգամ հաղթանակ տանելով։ Բնավ։ Իրական ուժը ոչ այդքան հստակ դրսևորում ունի։ Այն նման է այն մարդու, ով ձախողվել է, ընկել է, կորցրել է շատ բան, ապա միևնույն է ոտքի է կանգնել։ Ինձ համար իրական ուժը նման է այն մոր, ով շարունակում է պայքարել իր երեխայի ապագայի համար, նույնիսկ երբ նա ուժասպառ է և կերծանրաբեռնված։ Այն նման է այն ձեռնարկատիրոջը, ով ռիսկերի է դիմում, բախվում է անհաջողությունների, շարունակ բախվում է, մոխրանում է, բայց հետո միևնույն է, մոխրից հառնում է և շարունակում է առաջ շարժվել։ Ինձ համար ուժը նման է այն մարդուն, ով ժպտում է, ոչ թե որովհետև կյանքը կատարյալ է, այլ որովհետև սովորել է ապրել կյանքի անկատարության և դժվարությունների հետ և դրանք գեղեցիկ է անվանում։ Երբ ինձ ուժ է պետք առաջ շարժվելու համար, մտածում եմ իմ ընտանիքի մասին, իմ ծնողների, իմ քույրերի մասին, այն մարդկանց մասին, ովքեր բախվել են մեծ դժվարությունների, կորստի, վախի, բայց երբեք չեն հանձնվել։ Իմ կյանքի դժվարին պահերին ես մտածում եմ, կյանքը գեղեցիկ է ֆիլմի մասին։ Այդ ֆիլմը հիշեցնում է, որ նույնիսկ կյանքի ամենամութ պահերին սերը, հումորը, հույսը կարող են գոյատևումը վերածել ինչ-որ ավելի հետաքրքիր և պայծառ բանի։ Եթե ժամանակ ունեք, կրկին դիտեք այդ ֆիլմը, ֆանտաստիկ ֆիլմ է։ Իսկ եթե մի փոքր ավելի ժամանակ ունեք, ապա ընթերցեք Անթոնի Դորի All the Light We Cannot See գիրքը։ Սա գլուխգործոց է, ինչի համար Դորը Պուլիցերի մրցանակի արժանացավ։ Ես չեմ կարող նույնիսկ հաշվել, թե քանի անգամ եմ վերընթերցել այս գրքի առանձին հատվածները։ Փայլուն գիրք է, որը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենամութ պահերին գերմանացի մի որբ տղայի և ֆրանսիացի մի կույր աղջկա պատմությունը, նրանց վախերը, մարտահրավերները, երկուսի կոտրված հոգիները,
կյանքի ու մարդկանց նկատմամբ սերը և ապրելու ու լավն անելու ձգտումը, բայց այս գրքի իմ ամենասիրելի կերպարը ոչ թե գլխավոր հերոսներն են, այսինքն ոչ թե այդ աղջիկն ու տղան են, այլ աղջկա հայրը, ով ամեն ինչ անում է իր կույր դստերը փրկելու, կյանքին ադապտացնելու և դժվարությունները թեթևացնելու համար։ Այդ հոր նվիրումը, ներքին անսահման ուժը, անձնուրացությունը, իրավիճակը թեթևացնելու և ավելի լավ ներկայացնելու ձգտումը հնարավոր չէ բառերով նկարագրել։ Ահա թե ինչ տեսք ունի իրական ուժը։ Լույս գտնել ոչ թե փոթորկից հետո, ոչ թե թունելի վերջում, այլ հենց փոթորկի մեջտեղում, թունելի մեջ։ Ես հաճախ ուժը պատկերացնում եմ որպես թուր, նախքան թուր դառնալը այն պարզապես մետաղի կտոր է, և այդ մետաղը նետվում է կրակի մեջ, որպեսզի հալվի, մուրճով հարվածվի, կրկին ու կրկին ծեծվի և ձևավորվի։ Մետաղը թուր չի դառնում կրակից խուսափելով, այն թուր է դառնում կրակի պատճառով։ Կրակն է կռում թուրը։ Մեր յուրաքանչյուր կորուստ, յուրաքանչյուր մերժում կրակի բոցեր են, և հենց հիմա այն կրակը, որ ձեզ այրում է, նաև կռում է ձեզ։ Հենց այդ ցավն է ձեզ վերածում անկոտրում մեկի։ Ես ուզում եմ հստակեցնել մի բան. անկոտրում լինելը չի նշանակում, որ դուք օգնություն չեք խնդրում։ Անկոտրում լինելը չի նշանակում, որ դուք սխալներ թույլ չեք տալիս կամ անհաջողություններ չեք ունենում։ Ճիշտ հակառակը։ Մինչ մարդկանց մեծ մասը կյանքն անցկացնում է սխալներից խուսափելով, հաջողակները ձեզանից 5 անհաջողություն արդեն առաջ են և սովորում են իրենց և մյուսների սխալներից։ Յուրաքանչյուր սխալ, յուրաքանչյուր կորուստ դաս է։ Յուրաքանչյուր մերժում հետադարձ կապ է։ Յուրաքանչյուր անհաջողություն հաջողության քարտեզի մի մասն է։ Սրա ամենավառ օրինակն է Ուոլթ Դիսնեյը։ Մինչ աշխարհը նրան կճանաչեր որպես այսպես Միկի Մաուսի և Դիսնեյլենդի ստեղծողը, Ուոլթ Դիսնեյը ոչ ոք էր։ Սովորական մի անձ, ով մի բանկից մյուսն էր գնում, ձեռքին նկարների մի կույտ և տեսլական, որը ոչ ոք չէր կարողանում ընկալել։ Ոմանք պնդում են, որ նրան մերժեցին ոչ թե 1 կամ 2 անգամ, այլ ավելի քան 300 անգամ։ Իհարկե, կարծես թե թիվը ուռճացված է, և նման հստակ թիվ Դիսնեյի կենսագրություն գրողները չեն նշում, բայց մի բանում բոլորն են համաձայնում։ Դիսնեյը լուրջ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել բավական ժամանակ և նրան շարունակ մերժել են։ Գուցե Դիսնեյին մերժել են 100 կամ 200 անգամ։ Համենայն դեպս, նրան անընդհատ ասել են, որ նրա գաղափարները չափազանց ռիսկային են, չափազանց մանկական, չափազանց անիրատեսական։ Բայց նա հրաժարվեց մերժումը որպես ձախողում ընդունել։ Նա գնաց հաջորդ բանկ, ապա հաջորդը, ապա հաջորդը։ Մարդկանց մեծ մասը հավանաբար կդադարեր 5-րդ, 7-րդ կամ 10-րդ մերժումից հետո։ Բայց ոչ Ուոլթ Դիսնեյը։ Նա շարունակեց, նա գնաց, նա թակեց հաջորդ դուռը, հետո մյուսը, և վերջապես բանկերից մեկը համաձայնեց։ Եվ երբ համաձայնեց, Ուոլթ Դիսնեյը կառուցեց մի աշխարհ, որը շարունակում է զարմացնել և ոգեշնչել շատերիս մինչ օրս։ Տեսեք ինչքան մեծ է այսօր Դիսնեյ կորպորացիան իր բոլոր արտադրանքներով և ժամանցի հնարավորություններով հանդերձ։ Ուոլթ Դիսնեյի պատմությունը ստիպում է ինձ կասկածի տակ դնել այն ամենը, ինչ մենք գիտենք հաջողության մասին։ Այն ստիպում է ինձ մտածել. իսկ ինչ եթե ձախողումը ընդհանրապես հաջողության հականիշ չէ։ Իսկ ինչ եթե ձախողումը հենց այն բաղադրիչն է, որը հնարավոր է դարձնում հաջողությունը։ Որովհետև չկա գլուխգործոց առանց սխալների ու ձախողման։ Յուրաքանչյուր սայթաքում, յուրաքանչյուր մերժում, յուրաքանչյուր անհաջողություն, դրանք ձեզ չեն հեռացնում ձեր հաջողության ճանապարհից։ Նրանք ձեզ կոփում են այդ ճանապարհի համար։ Դրա համար երբեմն տարիներ են պետք։ Կա այսպիսի մի պատմություն իմ բոլոր ժամանակների սիրելի նկարիչներից մեկի՝ Պաբլո Պիկասոյի մասին։
Պիկասոն նստած էր մի կաֆեում և անձեռոցիկի կամ թղթի վրա ինչ-որ բաներ նկարում: Մի կին նկատեց նրան, մոտեցավ և հարցրեց. «Կարո՞ղ եմ գնել այդ նկարը»: Պիկասոն ժպտաց և պատասխանեց. «Իհարկե, տիկին, այն արժե $25,000»: Կինը ապշեց. «Բայց պարոն Պիկասո, դուք ընդամենը մի քանի րոպե ծախսեցիք սա նկարելու համար»: Պիկասոն նայեց կնոջը և պատասխանեց. «Տիկին, ես 65 տարի ծախսեցի, որպեսզի մի քանի րոպեում կարողանամ այսպիսի նկար նկարել»: Ճիշտ է, $25,000 թիվը կասկածի տակ է դրվում շատերի կողմից: Չկա այդպիսի աղբյուր, որ ապացուցի այս պատմությունը հենց այս կերպ տեղի է ունեցել թե ոչ և 25,000 է ուզել թե ոչ: Բայց այստեղ դա չի էականը: Նույնիսկ եթե իրականում Պիկասոյի ասած թիվն ավելի ցածր է եղել, իսկ հետագայում պարզապես այն ուռճացվել է ավելի վառ պատմություն ստանալու համար, փաստը մնում է փաստ: Երբ մի մասնագետ, նկարիչ կամ մտածող ստեղծում է որևէ բան շատ կարճ ժամանակում, դա տարիների աշխատանքի, իր ուրույն ոճը գտնելու արդյունք է: Այն բազում տառապանքների, անքուն գիշերների, տասնյակ տարիների ներդրումների և սխալների արդյունք է: Պիկասոյի պարագայում 60 տարի այդ կրակը կռել է նրան, որպեսզի մի քանի րոպեի անձեռոցիկի վրա նկարածի համար նա պահանջեր $25,000: Պիկասոն այն անձանցից էր, ով ծնվել էր ծայրաստիճան աղքատ ընտանիքում, ում ինչքան ասես քննադատել էին, ինչքան ասես մերժել էին: Պիկասոն վերապրել է վիշտ և կորուստ, վերապրել է խոր դեպրեսիա, բայց նա երբեք կանգ չի առել: Հենց դրա համար էլ կարող էր բարձր գին պահանջել իր աշխատանքի համար: Այսպիսով, հաջորդ անգամ, երբ ինչ-որ մեկը ձեզ ասի եղեք ուժեղ, հիշեք հետևյալը. ուժը պայքարի բացակայությունը չէ, այն հենց ինքը պայքարն է, երբ շարունակել պայքարելը անհնար է թվում: Եվ թույլ տվեք պարզաբանել, սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն, որոնք նախատեսված են մոտիվացիոն տեսանյութի համար: Սրանք 20-ամյա ինչ-որ երիտասարդի խոսքեր չեն, ով դեռ չի զգացել, թե ինչ է իրական պայքարը, ինչ է կյանքը: Սրանք 2 անգամ ավելի մեծ տարիքի կնոջ խոսքեր են, մի կնոջ, ով տեսել է, թե ինչպես կարող է կյանքը խլել շատ բաներ ձեզանից: Սա այն անձի խոսքերն են, ով քանիցս կյանքի կողմից փորձվել է, կոտրվել, վերակառուցվել և դեռ ընտրում է առաջ շարժվելու տարբերակը: Որովհետև ես կարող եմ ձեզ ասել բացարձակ վստահությամբ, կրակը, որը մի ժամանակ այրել էր ինձ, նույն կրակն է, որ կերտել է ինձ: Եվ նույնը կարելի է ասել բոլոր նրանց մասին, ովքեր հրաժարվում են հանձնվել: Դե ինչ, ձեզ հետ էր Board and Me Project-ը և դոկտոր Եվա Ալեքսանյանը: Կհանդիպենք: